Բարև ձեզ։ Նայում եմ Գյումրու ընտրությունների արշավներին, ասած խոսքերին, հայտարարություններին։ Ու մի պարզ բան եմ հասկանում, որ մեր ժողովուրդը կարծես ամնեզիայով է տառապում։ Ես հիշում եմ անցած թիմ ընտրությունները Գյումրիում, երբ որ գյումրեցիների ինադին գան ու չգնացին ընտրություններին։ Իսկ թալանչիների կողմը շատ ակտիվ մասնակցեց։ Ու հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Տարիներ անցան ու Գյումրիում ոչինչ չփոխվեց։ Նայում եմ Երևանի քաղաքապետարանի նիստերը։ Բոյկոտում են ինչ-որ նախաձեռնություններ, չեն թողում, որ զարգանա երկիրը։ Իհարկե քաղաքապետարանում կա իր խնդիրները, ասենք քաղաքապետն էլ իր սխալներն ունի, բայց հարցը դա չի։ Հարցը նա է, որ յուրաքանչյուր քաղաքում, յուրաքանչյուր թիմ ընտրություններում դու պետք է այնքան աչալուրջ լինեք, այնքան պետք է ուշադիր լինեք ամեն մանրունքի, որտեղ ձեր համայնքի խնդիրներն լուծվելու հետո, եթե դուք այդ թալանչիներին բերեք, իրենք ամեն ինչ անելու են, բոյկոտելու են, որպեսզի ձեր քաղաքը նորից չզարգանա։ Իսկ դուք կանգնելու եք ասեք Նիկոլ Փաշինյանն է մեղավոր։ Վերհիշեք ձեր Գյումրում տեղի ունեցած բոլոր դեպքերը։ Վերհիշեք, թե այս մարդիկ ինչ կապ են ունեցել, ուղիղ ինչ կապ են ունեցել այդ դեպքերի հետ։ Հասկացեք մի պարզ բան, որ սա ձեր քաղաքի ապագայի մասին է խոսքը, ու դուք պարտավոր եք այդ ընտրություններին մասնակցեք, պարտավոր եք գնաք եւ ձեր ձայնը տաք նրա համար, որպեսզի ձեր Գյումրին ծաղկի, զարգանա, շինություններ սկսվեն, ճանապարհներ սարքվեն, դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցվեն, հիվանդանոցներ կառուցվեն։ Այս ամեն ինչը կախված է ձեզանից, գյումրեցիներ ջան։ Ես գյումրեցու թոռ եմ, ես չեմ կարող անտարբեր լինեմ։ Տեսեք, դուք չգնացիք ընտրությունների, տուլի տարիք, տապալեցիք այս ամեն ինչը, բայց հիմա պետք չի նորից նույնը կրկնել։ Պետք չի նույն սխալը անել։ Հասկանում եմ, որ դուք ինչ որ խնդիրներ ունեք, պրետենզիաներ ունեք, բայց մի քիչ երկար մտածեք ում եք բերելու քաղաքապետ։ Ում։ Մեզ գողական տղերք պետք չի, մեզ այդ լավ տղերքը պետք չեն։ Մեզ պետք է կադրավիկ, աշխատող մարդ։ Ընտրեք ու պահանջեք, պահանջատեր եղեք։ Գնացեք քաղաքապետարանի դուռը ջարդեք ու պահանջեք։ Բայց եթե դուք բերեցիք այս լնգու լվազին չեմ անում գողական ինչ որ մշակույթ ինչ որ լավ տղերքի, դուք հետո մկանձակին փող եք տալու։ Դուք հետո վախից ձայն չեք անելու։ Ժողովուրդ թարգեք այս ամեն ինչ էլի։ Հասկացեք, սա ձեր քաղաքի ապագայի հարցն է։ Ժողովուրդ ջան, ամենայն հարգանքով եմ ասում։ Ես գիտեմ, դուք ինչ թասիբով ժողովուրդ եք։ Բոլորդ էլ գիտակցում եք, որ Հայաստանի Հանրապետության համար Գյումրի քաղաքը շատ կարևոր քաղաք է։ Հետագայում ճանապարհներ բացվելուց հետո դառնալու է տնտեսական շատ կարևոր քաղաք։ Ուստի դուք պետք է գիտակցեք այս մասին, թե ում ձեռն եք տալիս Գյումրին։ Դուք հետո չեք կարող ոչ մի ղեկավար այնտեղ կառավարություն բողոքվել կամ ինչ որ մեղադրել, որովհետև դուք ունենալու եք ձեր կառավարությունը։ Հասկանում եք, ժողովուրդ ջան, սա շատ կարևոր հարց է, որը դուք պետք է գիտակցեք։ Ինքնակառավարում բառը արդեն բացատրում է ձեզ, որ դուք ինքնակառավարվելու եք։ Այսինքն Փաշինյանը Փաշինյանով, կառավարությունը կառավարությունով, բայց քաղաքի կառավարությունը լինելու է հենց այն տղան, որին դուք եք բերելու։ Դուք պետք է հաշվի առնեք ինչ մշակույթից է ելած։ Դուք պետք է հաշվի առնեք ինչ տեսակ մարդ է, աշխատող է, ծառայող է ձեզ, թե մոնատեկող, վախեցնող, ահաբեկող, գողական գնացող։ Դուք այս ամեն ինչը պետք է հաշվի առնեք, ժողովուրդ ջան։ Դնում մանիպուլացնում են, մարդկանց էլի խաբում են, Արցախի հարց են մեջ բերում, իբր Գյումրու քաղաքապետը Արցախի հարց է լուծելու, չգիտես լաց թե խնդաս։ Ժողովուրդ ջան, իրոք եմ ասում, ամեն ինչ դրեք մի կողմ, ձեր փեշի քարը թափեք, լուրջ նայեք այս հարցին։ Անցած ընտրությունների ժամանակ ինչ որ արեցիք, այս անգամ մի արեք, խնդրում եմ, ակտիվ մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տվեք աշխատող մարդու, ձեր ձայնը տվեք ձեր քաղաքի մասին մտածող մարդու։ Այս ընտրությունների ժամանակ ամեն ինչ իհարկե կորոշվի, թե գյումրեցին ինչ ա ուզում, բայց շատ լուրջ նայեք այս հարցին։ Ես ձեզ չեմ ասում ինչ արեք, ես ձեզ չեմ ասում ում գնացեք ընտրեք, ես ձեզ ասում եմ ինչը մի արեք, ինադի մի ընկեք, թալանչուն մի բերեք։ Եթե դուք մեղադրում եք Փաշինյանին, որ թալանչիների միջև հիմա չի պատժել, դուք հիմա ներկայդրությամբ
այս ընտրությունների միջոցով կարող եք այդ թալանչիներին պատժել։ Դուք կարող եք միասին թալանչիներին մերժեք, դուրս հանեք Գյումրիից։ Գյումրեցիներ ջան, ես դες ուզում եմ հիշեցնեմ Սիսիանի ընտրությունները։ Մենք պայքարում էինք Սիսիանի քաղաքապետի դեմ։ Հա, ԿՊ-ներ բերե, բայց հո գիտեինք ով է, ինչացու է, ինչ փորձ ունի, ինչ անցած ճանապարհ ունի։ Ու մենք ճիշտ դուս եկանք։ Այդքան ժամանակ ոչ մի բան չարեց քաղաքի համար։ Ոչ մի բան, զերո։ Ինչ էլ որ արվել է պետական փողերով, պետության, կառավարության, ինչ որ ծրագրերով։ Ինքը կոնկրետ ոչինչ չարեց Սիսիանի համար։ Պայքարեցինք, վсё, ինքը էլ քաղաքապետ չի, հիմա ժամանակավոր պաշտոնակատարանդ է։ Ու դուք տեսեք կար ժամանակահատվածում ինչա կատարվում։ Բոլոր բակերը այդ մեծ փոսերը, այդ լճերը սաղ քանդել են, սարքում են, ճանապարհները սարքում են։ Էլեկտրական ավտոբուսներ են բերել տրանսպորտ ունենալու Սիսիանը էլեկտրական ժողովուրդ ջան 4 կոմ շինությունն է սկսվել։ Այս սա է հարցը։ Դուք պետք է մտածեք ձեր քաղաքի մասին։ Դուք պետք է հասկանաք, որ պետք է անենց մարդ գա, որպեսի մտածի քաղաքի մասին, մտածի Գյումրեցու մասին ու ամեն ծրագիր ստեղծի, տանի կառավարությանը դեմը դնի, որ կառավարությունը օգնի, որ Գյումրին կառուցվի, որ Գյումրին զարգանա։ Այո, ձեր քաղաքապետից է կախված լինելու այս ամենը։ Բայց սրանք ուզում են գան, որպեսի նորից դիմադրեն պետությանը, որպեսի նորից չթողեն ոչ մի ծրագիր մտնի Գյումրի, սրանք դրա համար են գալիս, որ բոլոլա անեն։ Հետո այդ բոլոլան հավաքեն, այդ ձնագնդիկը, այդ բողոքած, այդ բողոքական բոլոլան հավաքեն, գան Երևան, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ուզեն։ Սրանց մտադրությունը միայն քանդելն է, միայն դիմադրելն է։ Սրանք գալիս են կամ Ռուսի շահը պաշտպանելու համար, կամ սեփական բիզնեսը զարգացնելու համար։ Ինչ գործողություն կատարվի, իրանք շահը պետք է ունենան։ Դուք սա հաշվի առեք։ Ես նայել եմ բանավեճերը, այնտեղ տեսել եմ երկու adekvat մարդ։ Սարիկն ա եղել, մեկ էլ Լևոնն ա եղել, Բարսեղյան։ Անգամ հարցեր տալու ձև չունեն։ Անգամ մի հատ կուլտուրա չունեն, տեղավորվեն իրան ժամանակահատվածում եւ խոսեն այդ ժամանակի մեջ։ Ասենք այս դերասանական, այս պորտկումները, այս sense չթողել մյուսին խոսելը եւ այլն։ Եթե դուք սա համարում եք ուժեղ մարդու գործոն, ուրեմն ժողովուրդ ջան, անիմաստ եմ գտնում իմ խոսելը։ Որովհետեւ մարդը պետք է լինի ռուսի ասած ձերժննի, հա, կոռեկտության մեջ, իր սահմանների մեջ։ Եթե մարդը կամերաների դեմ իրան չի կարողանում զսպի, sense թատրոն ասարկում, ես պատկերացնում կյանքում գյումրեցիների գլխին ինչ կարա բերի։ Ու այդ թասիբ հասկացողությունը մի հատ եկեք հասկանանք այդ թասիբն ինչ է նշանակում։ Ես այդ նույն բանավեճի ժամանակ որ նայեցի, ես ինչ նկատեցի, որ կանգնած են 8 հոգի էին, քանի հոգի էին, 7 հոգի էին, թե 9 հոգի էին, իսկի չգիտեմ էլ։ Ու բոլորը հարցեր ունեն Սարիկի նկատմամբ։ Մեկը մյուսի նկատմամբ հարց չունեն։ Այսինքն այդ ի՞նչ է նշանակում։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ հարցեր ունի, հարցեր է տալիս, մունաթա գալիս, ասենք, հա, ինչ-որ պրետենզիաներ ունի։ Սրանք մեկը մյուսի նկատմամբ ոչինչ չունեին։ Մենակ սա պետքա դուք հասկանաք, թե սրանք խի են են մի գլխանի դևը դարել է 7 գլխանի դև, 5 գլխանի դև, որպեսի կարողանա պայքարի։ Գյումրեցիներ ջան, ես գիտեմ, որ դուք շատ խելացի ժողովուրդ եք, ես գիտեմ, որ դուք շատ թասիբով ժողովուրդ եք։ Ամեն ինչին նայեք խելքով։ Ամեն ինչի վրա ուշադրություն դարձրեք։ Մի հատ մտեք YouTube-ը, այս տեխնացուների անցած կյանքերը նայեք, տեսեք ովքեր են, տեսեք ինչերի մեջ են եղել մասնակից։ Այս ամեն ինչը հաշվի առեք։ Սա ձեր քաղաքն է, ձեր ապագան է, ձեր բալիկների ապագայի հարցն է։ Դուք պարտավոր եք ճիշտ ընտրություն կատարել։ Հետո մի բան էլ ասեմ։ Եկեք հիշենք Գորիսի եւ Կապանի քաղաքապետերին։ Ինչ էր կատարվում։ Իրենք ամեն կերպ խոսում էին Նիկոլ Փաշինյանի դեմ։ Դեմ էին եւ վերջ։ Բայց ընտրվելուց հետո սիրուն պոպուշ եկան Նիկոլ Փաշինյանի դրամոց սպասեցին, որ հանդիպեն ու սկսեն իրենց գործողությունները քաղաքի հետ կապված։ Այսինքն, ինչ եմ ուզում ասեմ, այն բառադատին, որ հելել էր, ելույթ էր ունենում այդ բանավեճերի ժամանակ, այն որ ամենա լկտի երգերն ու եսիմինչերը գրելա ու նկարահանելա, անգամ որ դուք դրան բերեք,
Երկուշաբթի օրը աղաքանու նիստից հետո, այն որ ընտրեք հանկարծ իրան քաղաքապետ, չասեմ ինչից նման, հաջորդ օրը գալու է կառավարության շենք, սպասի հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ ու սկսի կառավարելը։ Ժողովուրդ ջան, ձեր բարկությունը, ձեր բարկության պատճառով դուք ղեկը տալու եք սրանց ձեռը, բայց դուք ձեր բարկության այն հովանքը չեք ստանալու։ Իրանք մեկը իրանք շահերի համար են ամեն ինչ անում, բայց ձեզ օգտագործում են։ Սա խնդրում եմ հաշվի առեք։ Յուրաքանչյուրին ում ընտրեք, այն ամենավերջի տականքին էլ ընտրեք, գալու է էշից նման կառավարության շենք ու Նիկոլ Փաշինյանի դեմ չասեմ ինչ անելու։ Ասածս այնա, որ այս դժգոհությունը գեներացնում են զուտ պաշտոն, աթոռ գրավելու համար։ Իրանք շատ լավ գիտակցում են այս պետությունը ինչի ընդունակ, ինչ հնարավորություններ ունի, ինչու է Փաշինյանը այդպես վարվում։ Իրանք շատ լավ գիտակցում են, որը որից հետո է։ Բայց այս դժգոհությունը գեներացնում են, որպեսզի ձեզ օգտագործեն ու գան աթոռի։ Բայց նորից եմ կրկնում, հաջորդ օրը չասեմ ինչից նման, գալու են Նիկոլ Փաշինյանի դռան դեմը կանգնեն ու սպասեն։ Ուղղակի գործիք եք դառնալու։ Դրա համար լուրջ նայեք այս ամեն հարցին ու ճիշտ ընտրություն արեք։ Անընդհատ մեղադրում եք Նիկոլ Փաշինյանին, որ թալանչիներին չհանեց այս քաղաքական դաշտից։ Քաղաքական դաշտից թալանչիներին հանելը գործիքը մենք ենք։ Դուք եք։ Դուք ձեր ձեռով եք դա անում։ Ճտիկով չի արվում։ Ձեր ընտրությունով է արվում։ Դուք հենց հիմա վաղը դուք կարող եք դա անել ձեր ձեռքով, առանց ինչ-որ մեկին մեղադրելով, առանց ինչ-որ մեկի վրա գցելով։ Դուք կարող եք համախմբվել թալանչիներին վռնդել Գյումրիից, ձեր ձեռքով, ձեր ընտրությունով։ Այն որ ասում է, այս երկրի տերը դուք եք, այս պահնա, ընտրելու պահնա, որ տերը դուք եք, ցույց եք տալիս, որ դուք եք։ Ընտրում եք այն մարդուն, ով ծառայում է ձեզ, այլ ոչ թե դուք իրենց։ Այսքանը գյումրեցիներ ջան։ Ձեզ լավ որոշում եմ մաղթում, լավ ընտրություններ եմ մաղթում, Աստծո օգնությամբ թող նորմալ մարդ գա, կադրավիկ գա, սկսի աշխատել եւ զարգացնել Գյումրին, բայց մի բան էլ կա, որ չեմ կարա չասեմ։ Այսքան տարվա մեջ ինտերնետ է սոց ցանցերում ինչքան կարկառուն բլոգերախառը դեմքեր եմ տեսել, բոլորը միաձայն գոռում են, որ մենք ոչ միական ենք, իսկ դուք նիկոլական եք։ Այս ոչ միականները այսօր բոլորի դեմքերը պատռվեց։ Ինչքան հին թալանչի կա, գնացել են իրենց են լուսաբանում, գնացել են իրենց են սատարում, ժողովուրդ ջան, հեսա մի հատ գմփոց ենք անելու, այսպես բաներ են անում։ Ժողովուրդ ջան, գոնե այս պահին ուշադրություն դարձրեք, որ այս բոլորը, որոնք այսքան ժամանակ ձեզ հրամցրել են, sense դրել են ձեր ուղեղները, փորձել են լվան, որ իրանք ոչ միական են, այսօր այդ թալանչիների մեջքի հետևը կանգնած են, թալանչիների գովազդով են զբաղված, սա էլ ուշադրություն դարձրեք։ Ժողովուրդ ջան, մի բան հասկացեք, ոչ մեկ ձեր մասին չի մտածում։ Ոչ մեկ, բայց այս կառավարության պատվի հարցն է, որ Գյումրին զարգանա, դուք որոշեք ինչ եք անում, ընտրեք այն մարդու, որը ձեր շահերը կպաշտպանի։ Այո, ընտրեք այն մարդուն, ով կմտածի ձեր համար, ով Գյումրու մասին կմտածի, ծրագրեր կբերի, կաշխատացնի այդ բոլոր գործիքները։ Իսկ եթե հանկարծ չաշխատացնի, միահամուռ հավաքվում եք գնում մտնում քաղաքապետարան ու պահանջում։ Սարիկից դուք կարակետի պահանջեք, երևում է ինքը ինչ տեսակ մարդ է։ Մնացածից կասկածում եմ, շատ եմ կասկածում։ Կարող է մի բան էլ դուք բարդ մնաք իրանց։ Այսքանը։ Լավ եղեք։